Մատնանշում եմ փողոցները։ Փողոցների խնդիրը գիտեք, ամբողջ քաղաքը փողոցի խնդիր ունի։ Տեղական ինքնակառավարման մարմինը, այսօր որ բոլորիս մեղադրում են դրա մեջ, իր սեփական միջոցներով քաղաքի այդ հսկայական խնդիրները չի կարող լուծել։ Ես որպես գյումրեցի, որպես քաղաքս լավ ճանաչող մարդ, հոգսերին քաջատեղյակ մարդ, հնարավորություններից տեղյակ մարդ, ես ես ասում եմ, հնարավոր չէ տեղական միջոցներով Գյումրու խնդիրներին լուծում բերել։ Գյումրու խնդիրների լուծումը գտնվում է Երևանում, գտնվում է կառավարությունում։ Պետական բյուջեի միջոցներով միայն կարելի է քաղաքի ասֆալտապատման հարցը լուծել, անօթևանության հարցը լուծել, թափառող շների հարցը լուծել, բայց ոչ թե իրանց պատկերացրած տարբերակով ադամները քաշել կամ քնեցնել կամ այդ կենտանիների ջարդ սկսելով, այլ մենք նաև դրա հետ կապված հստակ ունենք ծրագիր, թե ինչպես ենք այդ խնդիրը կարգավորելու։ Սիրելի գյումրեցիներ, ես այդ խնդիրների ձևը գիտեմ, խնդիրների լուծման տեղը գիտեմ, իմ 20 տարվա քաղաքական անցած ճանապարհը ինձ տալիս է այդ հնարավորությունը վստահ կանգնել, պաշճագատ նայել բոլորի աչքերի մեջ ու ասել, այդ խնդիրները ամբողջությամբ լուծելի է, եթե Գյումրի քաղաքին չեն նայելու քաղաքական հայացքներով, որ Գյումրին միշտ բոլոր ժամանակներում, բոլոր իշխանություններին իր մեծական ապտակը տվել է, որ շատ, այսպես ասեմ, արխային չընկնեք, որ Գյումրիում ինչ ուզենաք, ոնց ուզենաք կանեք։ Գյումրին միշտ այդ ամեն ինչը ցույց է տվել։ Եվ պետք չէ այս ընտրություններով պայմանավորված քեն քշել գյումրեցիների հետ, գյումրեցիներին ճնշել, գյումրեցիներին թողնել այս փոսերի, քարերի, հողի, վտարային շենքերի մեջ ու հազարավոր պրոբլեմների մեջ, ինչ է ցույց տանք, որ մեզ չեք ընտրել, դե գնացեք քաշեք այդ ամեն ինչը։ Մենք մի քանի օր է մնացել։ Հունիսի 7-ին, սիրելի գյումրեցիներ, բոլորս միասին, գիտակցված, մեր կիսատ գործը շարունակելու ենք, գնալու ենք մինչև վերջ, գնալու ենք ցույց տանք, գնալու ենք ապացուցենք, որ մենք այդ սուտ խոսքերից, այդ վախի մթնոլորտ տարածելուց, այդ ամեն ինչը տեսել ենք, շատ երկար ենք տեսել, թշնամություն, լարվածություն, հարազատների մեջ, բարեկամների մեջ, ընկերների մեջ, ընտանիքների մեջ, հանուն ընտրությունների բաժանեն, որ կարողանան տիրեն։ Դուխերը տեղը պահեք, ժողովուրդ։ Ով կկասկածի, ով կընկճվի, ով կվախենա, ով շայի մասին կմտածե, ով ձեռքբերումների մասին կմտածե։ Ես ուղիղ կանգնած ձեր աչքերի մեջ նայելով ասում եմ, ես մտածում եմ իմ քաղաքի մասին։ Ես իմ քայլը անում եմ իմ քաղաքի համար, իմ մարզի համար, իմ պետության համար, իմ պետականության համար, որովհետև պետությունից, պետականությունից թանկ բան ինձ համար չկա։ Բոլորդ գիտեք, արդեն 1 տարի է իմ ընտանիքը հալածվում է։ Հնարավորության սահմաններում պայքարել եմ առանց տրտնջալու, պայքարել եմ առանց լաց ու կոս դնելու, տղամարդավարի, հասկանում եմ այս խոսքերիցս հետո էլի է ճնշումները ավելանալու։ Ես իմ խոսքի արժեքը լավ գիտեմ, բայց ամեն ինչից զատ, այսօր եթե չկա պետություն, եթե չկա պետականություն, ամեն մեկիս ընտանեկան երջանկությունը կամ ընտանեկան բարեկեցությունը առ ոչինչ է ժողովուրդ։ Լավ գիտակցեք, լավ մտածեք, 21 թվականին էլ էինք խնդրում, 21 թվականին էլ տուն առ տուն խնդրեցինք ու բացատրեցինք, պարտված իշխանությունը չունի հնարավորություն, պարտված իշխանությունը չի կարող արժանապատիվ բանակցություններ վարել, չի կարող մեզ բերել այդ խաղաղությունը, մեր երազած խաղաղությունը, չլսեցին շատերը, չլսելու արդյունքում զգուշացնում ենք Արցախը կկորցնենք։
Այս պայտրությամբ կա Արցախը, ունենք Արցախը, սիրելի շիրակցիներ, խնդրանք սեր, ամեն ինչ արեք, որ հաջորդ անգամ առիթը ունենալուց հանդիպելու արդյունքում այստեղ նստածները լինեն հայաստանցիներ։ Արցախցիները տեղ ունեին գալու, արցախցիները եկան Մայր Հայաստան։ Մենք տեղ չունենք գնալու, մենք հող չունենք զիջելու, մենք հանձնվելու տեղ չունենք, մեկ վախեցեք, մեկ ճնշվեք, սադանան այդքան վախենալու չէ իշկան իր անունը, դուխերդ տեղը պահեք, իշկանը այս արդահայտությունը նսեմացվեց, այնուամենայնիվ, դուխերդ տեղը պահեք։ Այստեղ նստածներդ այն մարդիկ եք ժողովուրդ, ովքեր 18 թվականին ոտքի են ելել, հավատացել են իրենց ուժերին ու գնացել են իրանց երազած փոփոխության ետևից, ճիշտ է։ Ցավոք սրտի, ձեր երազած փոփոխությունը Արցախի կորուստը չէր, հազարավոր տղաների մահը չէր, տասնյակ հազարավոր մարդկանց հաշմանդամ մնալը չէր, տնավեր եղած արցախցիներին գաղթի ճամփեն բռնելը չէր, դուք ուզում էիք երջանկություն, դուք ուզում էիք աշխատանք, աշխատատեղ, խաղաղություն, արդյունքում ստացանք այն, ինչը որ այսօր կա ու ցավոք սրտի բոլորս միասին հեղափոխություն անող ու չանող բոլորս անցնում ենք այս մղձավանջի միջով։ Դուք ամեն ինչի ցույց եք տվել, որ դուք կարող եք։ Ոչ մի ռեժիմ չի կարողացել ժողովրդի դեմը առնի։ Դուք նույն ժողովուրդն եք, դուք նույն մարդն եք։ Մեկ կաշկանդվեք, նախկին իշխանությունների չեք վախեցել, ոտի եք ելել, ցույց եք տվել ձեր հնարավորությունները։ Այսօր էլ դուք նույն մարդն եք, այսօր էլ դուք կարող եք այդ ամեն ինչը անել։ Եթե չեք ուզում, որ էլ ավելիին արժանանանք, խաղաղություն, ամենուրեք խաղաղության մասին ենք լսում, խաղաղությունը գրելով չէ, խաղաղությունը սրտիկելով չէ, խաղաղությունը բոլորս հասկանում ենք, որ խաղաղությունը պիտի լինի երաշխավորված, պիտի երաշխավորեն մեր յուրաքանչյուր խոսքի համար, խոսքի տակ, մեր յուրաքանչյուր ստորագրություն, յուրաքանչյուր պայմանավորվածություն պիտի երաշխավորված լինի, որպեսզի կարողանանք ժողովուրդ մեջքերս ուղենք, թշնամու հետ, թուրքի հետ ստորագրել ու հույսերս տնենք, որ մեր երաշխավորը թուրքն է լինելու, ադրբեջանցին է լինելու, իմ կարծիքով սա ձեր առնելոցի է։ Եռակլուխ պատերազմի կուսակցություն անուն են տրել, երգիր է մնացել, որ պատերազմել հրահրենք, բանակ է մնացել, որ գալացող իշխանություններ, նոր եկողներ պատերազմ հրահրի, թողել եք այդ ամեն ինչը այս պետության մեջ, որ պատերազմ հրահրեն, ոչ մեկ չի ուզում պատերազմ, ոչ մեկ չի ուզում զոհեր, մենք այս 8 տարիների ընթացքում այնքան զոհեր ենք տեսել, այնքան նեղություն ու դժվարություն ու դժբախտություն ենք տեսել, մեր ոսկորների մեջ է արդեն այդ ամեն ինչը, մենք այդ ամեն ինչից կուշտ ենք, խաղաղությունը բանակցելու մեջ է, խաղաղությունը դիվանագիտության մեջ է, դիվանագետորեն պիտի կարողանանք պահենք այդ խաղաղություն ժողովուրդ ջան։ Պարոն Ծառուկյանը այստեղ է, պարոն Ծառուկյան, Գյումրին երբեք չի մոռանա,
այն մարդկանց, ովքեր որ իրենց կողքը կանգնած են եղել։ Շիրակցին ուրացող չէ, Գյումրեցին ուրացող չէ։ Մենք իրար բավականին լուրջ աշխատանք ունենք Գյումրի քաղաքում տարած։ Գյումրեցիները դա գիտեն, գյումրեցիները դա հիշում են։ Սիրելի գյումրեցիներ, ոչ մի բան չի փոխվել։ Նույնը շարունակելու ենք։ Հունիսի 7-ից հետո, հունիսի 8-ից սկսած, մենք մեր հարազատ մարզում, մեր հարազատ քաղաքում շարունակելու ենք մեր աշխատանքը։ Տուն առ տուն, փողոց առ փողոց, թաղ առ թաղ, գյուղ առ գյուղ, լսելու ենք մեր գյուղացիներին, լսելու ենք մեր քաղաքի բնակիչներին, լսելու ենք լքված թաղամասերի մեր հարգաժան գյումրեցիներին, փորձելու ենք մեր հնարավորություններով, փորձելու ենք մեր անձնական հնարավորություններով, մեր անձնական միջոցներով, մեր պետական միջոցներով, մեր սպյուրքի հայության միջոցներով, մեր բարերարների միջոցներով բերել մեր քաղաքը, մեր մարզը կառուցել, ոտքի կանգնեցնել։ Շատ բան կարող եմ ասել, շատ բան ունեմ ասելու, սիրելի գյումրեցիներ, ես, մեր թիմի առաջնորդը պարոն Ծառուկյանը ու մեր թիմագիստները, որտեղ գրել ենք հավասարակշռված, համերաշխ, համախմբված, խաղաղ ճանապարհ։ Մենք չենք ուզում լարվածություն, մենք չենք ուզում թշնամություն, մենք ամեն ինչ անելու ենք, որ խաղաղությունը տիրի ամենուր։ Պարոն Ծառուկյանի շնորհիվ այսօր հայ ազգը պարզենալու մեծ բան ունի։ Նա կառուցում է Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը։ Դա ասված Հիսուս Քրիստոսի օրհնությամբ ու առաջնորդությամբ, աջակցությամբ, այսպես ասեմ, չգիտեմ, մեր երկիրը այս վիճակից դուրս գա։ Շնորհակալ եմ սիրելի գյումրեցիներ, սիրելի շիրակցիներ, առաջիկայում քարոզարշավը շարունակվելու է, մենք լինելու ենք բոլոր թաղերում, գյուղերում, հունիսի 7-ին խնդրանքս մեկն է, գնացեք ընտրությունների։ Ամսի 7-ին բոլորս միասին գնանք ընտրությունների, բացի գործող իշխանություններից ձեր խղճի մտոք, չեմ էլ ասելու ամսի 7-ին, համար 7-ին, ձեր սրտի մտոք, բացի այս իշխանություններից ում ուզում եք ձեր տվեք, սիրելի գյումրեցիներ, շնորհակալ եմ։